Կուսակցության երիտասարդների միության նախագահ ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանին։ Շնորհակալություն, ողջույն հարգելի արարածիներ, ողջույն հարգելի ներկաներ, շնորհակալություն ջերմ ընդունելության համար, հարգելի ներկաներ, այն քաղաքական օրակարգը, որ ձևավորվել է այսօր, տարիներ շարունակ արդեն իսկ մեր կողմից հետապնդվե, բարձրաձայնվե և մեր կողմից լուծման ուղիները մատնանշվել են։ Այսօր կանգնած ենք մի ուրիշ մարտահրավերի առջև, սահմանադրական իբր թե բարեփոխումներ։ Հարգելի ներկաներ, երկիր մոլորակի վրա կան պետություններ, օրինակի համար Անգլիան, հրեաները, ովքեր սահմանադրություն ընդհանրապես չունեն, գործունեություն են ծավալում, իրաց իրականությունը կարգավորում են իրավական ակտերով, օրենքներով և քաղաքական կամքով։ Մենք մեր իրականության մեջ փոփոխություններ ենք ուզում տեսնել, ինչպես իմ գործընկերը նոր ասեց, մեր իրականության մեջ արատավոր երևույթները խորացել են, արմատավորվել են, ամենափոքր տարրական չինովնիկից, ով ներկայացնում է իբր թե քաղաքական մեծամասնություն կամայականություններ իրականացնելով ավելի խորը ճգնաժամ է մտցնում մեր իրականության մեջ։ Մեր հայրենակիցների մեջ հավատի, վստահության հույսը մարելով պայքարի փոխարեն բռնում են արտագաղթի ճանապարհը։ Հատկապես երիտասարդության շրջանում մենք ուզում ենք ապրել մեր երկրում, ուզում ենք ստեղծագործել մեր երկրում, մենք ուզում ենք մենք ձևավորենք մեր երկրի իշխանությունն ու օրենքը։ Հարգելի ներկաներ, ես ընդամենը շուրջ մեկ տարվա կտրվածքով ձեզ ներկայացնեմ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մուտքի մոտ չի եղել այնպիսի մի քառօրյա նիստ, որտեղ հասարակությունը այս կամ այն օրենքի վերաբերյալ իր դժգոհությունը չհայտնի։ Մասնակի ուժերով մենք այսօր միասնական ենք, միասին ենք հավաքվել, որպեսզի այդ փոքր խնդիրներից բացի ամենամեծ խնդիրի օրակարգը ձևավորենք և միասին կարողանանք այս փոփոխությունները իրականացնել։ Դա հնարավոր է անել միմիայն միասնությամբ, երբ Հայաստանի բոլոր 10 մարզերից, բոլոր գյուղական համայնքներից, բոլոր քաղաքներից, Երևանի բոլոր վարչական շրջաններից քաղաքացիները միասնական հոկտեմբերի 10-ին մեր հրապարակում, ազատության, մեր անկախության հրապարակում կհանդիպենք և կպահանջենք այն բոլոր փոփոխությունները, որոնք այսօր օրհասական են դարձել։ Այս ձևաչափի մեջ է փոփոխություններ անել։ Խոսում են տնտեսական աճից, խոսում են տարբեր ծրագրերից, բայց մի բան կարող ենք ասել, խոսքով հասարակ քաղաքացին ժողովուրդը չի կշտանում, խոսքով վաղվա օրը չի լուսավորվում, բայց մենք կարող ենք մի բան ասել, մեր խոսքը գործ է, և մեր ասած խոսքը մենք գործի իզորու ենք վերածել, միասնական, պատրաստ ենք միասնական կանգնելու և մեր բոլորի խոսքը իրականություն դարձնելու, ուրեմն կփոխենք, շնորհակալություն։ Մենք բոլորս անչափ շնորհակալ ենք ձեր ակտիվ